Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական, այս անգամ տոնական թողարկումն է մայիս 28-յան, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սուքիասյան, հասկանալի է, որ մայիսի 28-ին այստեղ տաղավարում նստած մենք այլ թեմաներից խոսելու ենք այնքանով, ինչքանով որ դրանք առնչվում են առաջին հանրապետության ստեղծման եւ միգուցե նաեւ կործանման հետ։ Հիմա տեսեք, մի այսպիսի պնդում կա, որը վերաբերում է թե առաջին հանրապետությանը, թե երրորդ հանրապետությանը։ Ընդհանրությունը այդ պնդման հետեւյալն է, թե 18 թվականին, թե 91 թվականին մենք անկախության կռիվ չենք տվել։ Այդ անկախությունը մեզ պատահաբար բաժին հասավ։ Իմ կարծիքով դա փոքր-ինչ նվաստացնում է այն արժեքը, որպես անկախություն մենք ունեցել ենք, բայց որպես պատմաբան միգուցե դուք այլ գնահատական ունեք։ Շնորհակալություն հարցի համար։ Ամենասկզբից կցանկանայի մեր ռադիոյի ընկերներին շնորհավորել մայիսի 28-ի առթիվ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության տոնը անկախության վերականգնումը 1918 թվականի մայիսին մեր բազմադարյան պատմության իսկապես կարևորագույն դրվագներից մեկն է։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ես լրիվ այլ կարծիք ունեմ եւ այն հետազոտությունները մանավանդ առաջին հանրապետության վերաբերյալ, որ արդեն շուրջ 16-17 տարի իրականացնում եմ մի քանի գրքեր, չգիտեմ, մոտ 3 տասնյակի չափ հոդվածներ ունեմ հրատարակած, եւ այդ գրքերից մեկն էլ, որ 2009-ին եմ դեռևս հրատարակել, վերաբերում է Հայաստանի անկախացման գործընթացին 1918 թվականի մայիսից մինչև օգոստոս, եւ այդ հետազոտությունների, որ արդյունքները այդպես ուղղակի մեկ նախադասությամբ, երկու նախադասությամբ ամփոփեմ, գալիս է նրան, որ 1918 թվականին հայերին անկախությունը չի տրվել հեշտությամբ։ Ոչ միայն պատահական է, այլ ընդհանրապես հեշտությամբ չի տրվել։ Դա մի քանի հանգամանքների արդյունք էր։ Դե բնականաբար առաջին հանգամանքը 1917 թվականի ռուսական երկու հեղափոխություններն էին, որոնց արդյունքում կործանվեց ռուսական կայսրությունը։ Հաջորդ հետևանքը, այսինքն, որ մենք կարող ենք տեսնել, որ նպաստեց անկախացմանը, դա հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն էր, որ 19-րդ դարի 60-70-ական թվականներից էր սկսել, այսինքն մի քանի սերունդ էին դաստիարակվել, ովքեր պայքարել էին անկախության համար եւ 1918 թվականին անկախությունը նվաճող գործիչները ունեին բազմաթիվ ընկերներ, հարազատներ, մտերիմներ, որ այդ պայքարի ժամանակ իրենք կորցրել էին նախորդ տասնամյակների շրջանում, այսինքն այդ մոտ 30-35 տարիների ընթացքում։ Սա էլ մյուս հանգ։ Եվ երբ որ վերադառնանք արդեն բուն գործնական հողի վրա, Հայաստանի անկախացման գործընթացը, անկախ պետականության հռչակումը եւ կայացումը տեղի չեր ունենա, եթե 1918 թվականի մայիսի վերջի տասնօրյակում Բաշապարանում, Սարդարապատում եւ Ղարաքիլիսայում հայերը, ինչպես ասում են, մի բռունցք դարձած չդիմադրեին օսմանյան բանակներին եւ չկանգնեցնեին թուրքական բանակների հաղթարշավը։ Այսինքն սա այն աքսիոման էր, եւ ես իմ աշխատանքներից մեկում ուղղակի նաեւ նման նախադասություն եմ գրել, մոտավոր ցիտեմ, որ ասում եմ, գրել եմ, որ եթե չլիներ մայիսյան հաղթանակները, գուցե լիներ Թիֆլիսում, Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի հայտարարությունը Հայաստանի անկախացման մասին, կամ հետո մենք ինչպես անվանում ենք այդ հռչակագիրը, որ մայիսի 30-ին հրապարակվեց, որ հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն եւ կառավարական գործառույթներ է ստանձնում հայկական Անդրկովկասի հայկական գավառների նկատմամբ, առանց հստակ սահմաններ նշելու, դրա մասին եթե կարելի լինի դուք մենք կխոսենք, այս հայտարարությունը ուղղակի թղթի կտոր կլիներ, եթե չլինեին այս հերոսամարտերը։ Եվ ես իմ ասացի իբրև կարևորագույն փաստերից մեկը հանդիսանում է այն, գոնե սա իմ տպավորությունն է, որ 1918 թվականի հունիսի 2-ին Թիֆլիսից Երևան ուղարկած նամակում Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Սահարոնյան եւ քարտուղար Նիկոլ Աղբալյանը Արամ Մանուկյանին, որ առաջին հանրապետության
կարելի է ասել փաստացի հիմնադիրներ այսպիսի տողեր էին գրում Արամին եւ Երևանի գործիչին, ասում է ձեր կռիվների մասին իմացանք թուրքերից, ասում է ձեր դիմադրությունը, ինչքան մենք հասկացանք, թույլ տվեց ստեղծել մի Հայաստան, հակառակ դեպքում հայկական տարածքները կբաժանվեին հարևան պետությունների միջև, հարևան պետությունների ասելով նկատի ունեին Ադրբեջանին, Վրաստանին եւ Օսմանյան կայսրությանը։ Սա էլ մեկ այլ կարող խնդիր է։ Ուղղակի մենք այս տեսակետի պնդիչները, այսպես ասում են, այ Հայաստանը անկախացավ, որովհետև Անդրկովկասյան սեյմը լուծարվեց, հետո հայերը իրենց դավաճանված զգացին, որովհետև մայիսի 27-ին, եթե չեմ սխալվում, Վրաստանը անկախություն 26-ին Վրաստանը, 27-ին Ադրբեջանը, 28-ին Հայաստանը։ Այ եթե չլիներ Վրաստանի այդ սկսած գործընթացը, մենք միևնույնն է չէինք անկախանալու։ Խնդիրն այն է, որ այդ շրջանի հայ հասարակական քաղաքական մտքի ներկայացնում մեծ մասը կողմնակից էին Միացյալ Անդրկովկասի։ Այսինքն, եթե պահպանվեր Անդրկովկասի Դաշնային դեմոկրատական հանրապետությունը, գուցե այդ ժամանակ անկախություն չհռչակեին այս երեք պետությունները, բայց երբ որ ուսումնասիրում ենք նախընթաց պատմությունը, մանավանդ 1850-ականներից հետո եկած պատմությունը եւ վրացիները եւ կովկասյան մուսուլմանները, որոնց հետո անվանենք ադրբեջանցին եւ հայերը, քայլ առ քայլ գալիս էին անկախացման, այսինքն կամ ինքնավարություն, որ այդ ժամանակ ձգտում էին, որովհետեւ իրենք ստեղծում էին իրենց ազգային տարածքները եւ Անդրկովկասյան Դաշնային դեմոկրատական հանրապետության փլուզման նախորյակին արդեն այդ փաստական կիսանկախությունը կար։ ԱԴԴՀ-ի գոյությունը ուղղակի ձևական էր։ Ամենապարզ օրինակներից մեկը մենք տեսնում ենք, որ տարբեր շրջաններում, բուն տարածաշրջաններում Անդրկովկասյան Դաշնային հանրապետության որոշումները, Անդրկովկասյան սեյմի որոշումները ուղղակի չէին գործադրում, մնում էին իբրև թղթի կտոր։ Կարող եմ ես բազմաթիվ օրինակներ բերեմ, ընդամենը երկու օրինակ բերեմ։ Մեկը վերաբերում է զուտ վարչական համակարգին, օրինակ 1917-ի հեղափոխությունից հետո Անդրկովկասյան բազմազգ վարչատարածքային միավորները, հատկապես գավառները, ազգային սկզբունքով սկսեցին կառավարվել։ Այսինքն, օրինակ, նախկին Ղազախի գավառի արևմտյան հայաբնակ մասերում սկսեցին հայերը իշխանություն ունենալ, արևելյան մասում մուսուլմանները։ Նույն խնդիրը մենք կարող ենք տեսնել, չգիտեմ, Բորչալուի գավառի դեպքում, որ Լոռում հայերը, ժամանակակից Լոռում արձի տարածքում հայերը սկսեցին իշխանություն ունենալ դրա հյուսիսային հատվածներում վրացիները։ Նույնը Զանգեզուրի դեպքում արևելյան եւ արևմտյան մասերում։ Մյուս պարզ օրինակը, որ նոր տոմարին անցնելն էր։ 1918 թվականի մայիսի 1-ից Անդրկովկասն անցավ նոր տոմարի, այսինքն ապրիլի 17-ի հաջորդող օր հայտարարվեց ոչ թե ապրիլի 18-ը, այլ մայիսի 1-ը, այսինքն 13 օրը միջանկյալ, ուղղակի կորան պայմանական ասած։ Եվ այս որոշումը մենք տեսնում ենք, գործադրվեց հիմնականում Թբիլիսիում, մասնակիորեն նաև Երևանում ու Քութայիսիում, վերջ։ Այսինքն բազմաթիվ տարածաշրջաններ շարունակեցին հին տոմարը գործածել։ Այսինքն նման օրինակներ կարող ենք էլի բերել, այսինքն որ Անդրկովկասի Դաշնային հանրապետություն ուղղակի ինքը երկար գոյություն ունենալ չէր կարող։ Այսինքն ուշ թե շուտ, չգիտեմ, 1 ամիս կամ 2 ամիս այս կողմ այն կողմ ինքը պիտի լուծարվեր։ Այսինքն այլընտրանք չկար։ Այսինքն այն միտքը, որ քիչ առաջ ես ասացի, ավելի ճիշտ վերարտադրեցի, դա ականջներից զգաց միտք է։ Ուղղակի տեսեք, դեռ անկախացման գործընթացի ժամանակ տարբեր հանրային քաղաքական խմբեր, նաև կուսակցություններ, նաև հայկական միջավայրում սկսեցին դեռ անկախացման գործընթացի ընթացքում, նաև դրանից հետո, նաև պայքարել անկախության դեմ։ Եվ ամենահայտնի օրինակներից մեկը, օրինակ, ոչ միայն բոլշևիկներն, որտեղ երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության դեմ պայքարի մասին, բոլորիս մտքին գալիս են առաջի հերթին նաև հայ բոլշևիկները, բայց բոլշևիկները միայնակ չէին։ Նաև սոցիալիստական ուղղվածության մյուս կուսակցությունների մոտ նման խնդիրներ կար։ Օրինակ, սոցիալիստ հեղափոխականների կամ էսերների կուսակցության պաշտոնաթերթերը երբեմն Հայաստանի Հանրապետություն անվանման դեպքում կամ անկախ բառը կամ հանրապետություն բառը ճակերտների մեջ էին վերցնում։ Այսինքն իրենց համար դա ընկալելի չէր։
Սա մենք տեսնում ենք նաև մինչև 1920 թվականի արդեն վերջերը։ Եզակի բացառություններով։ Մենք այդ ամեն ինչ տեսել ենք նաև 90-91 թվականին։ Այո, ինչ վերաբերում է 91 թվականի անկախացմանը, դա էլ մենք տեսնում ենք, որ ի տարբերություն այլ խորհրդային հանրապետությունների, նախկին Միութենական հանրապետությունների, խորհրդային Հայաստանում կար անկախական այլախոհական շարժումներ։ Մյուս հանգամանքը վերակառուցման շրջանում կտրուկ փոխվեց հայաստանցիների ընկալումները, մտածելակերպը, դրան բնականաբար մեծ առումով նպաստեց Արցախյան շարժումը։ Այսինքն մյուս խնդիրը 1991 թվականի մարտի 17-ի ԽՍՀՄ-ի պահպանման հարցով հանրաքվեին չմասնակցելու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը։ Այսինքն սրանք փաստեր են, որ ցույց են տալիս, որ Հայաստանը, երբ դու ունես անկախության հռչակագիր, որը 90 թվականի օգոստոսի 23-ին է ընդունվել, դրանց հետո մասնակցես մի բանի, որից դու արդեն ասել ես, ես սրա հետ կապ չունեմ։ Այո, իմ ասածը ցույց է տալիս եւ շարունակելով ձեր միտքը, որ ուղղակի Հայաստանին անկախությունը ոչ 1918 թվականին, ոչ էլ 1991 թվականին հենց այնպես չի տրվել։ Այլ խնդիր է, որ երկու դեպքում էլ այս անկախությունները տրվել են երկու մեծ պետական միավորների կայսրությունների, Ռուսաստանյան կայսրության եւ Խորհրդային Միության նաեւ փլուզումների արդյունքում։ Հիմա, բայց մենք կարող ենք անդրադառնալ, որ դեռևս առաջին դարում ռոմեացի պատմիչներից մեկն ասում էր, որ ցանկացած կայսրություն, որ ստեղծված է բռնության վրա, ուշ թե շուտ ինքը կործանվելու է։ Եվ 20-րդ դարը նաև նշանավորվել է համաշխարհային պատմության մեջ նրանով, որ բազմաթիվ կայսրություններ կործանվել են եւ դրանց հիմքերի վրա ստեղծվել են ազգային հանրապետություններ։ Եվ Հայաստանի Հանրապետության ստեղծումն էլ այս շղթայի, այսպես ասենք, մեկ օղակն է։ Այսինքն ըստ էության մենք գործ ունենք բնականon գործընթացի հետ։ Ես կարծում եմ, որ բնականon գործընթաց է, գուցե հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում դա ավելի արագացրեց, հակառակ դեպքում կարելի է ենթադրել, որ այս գործընթացները տեղի կունենային առաջին համաշխարհային պատերազմի ավարտական փուլում։ Եթե աշխարհի համար դա 1918 թվականի նոյեմբերն էր, հայերիս համար դա դարձավ 1918 թվականի մայիս-հունիսը։ Հասկանալի։ Տեսեք, առաջին հանրապետության հետ կապված եւս մեկ խնդիր կա, այդ խնդիրը մեր գլուխներում է։ Ինչու՞, որովհետեւ բոլշևիկները գրել են սեփական պատմությունը, դաշնակցությունը գրել է սեփական պատմությունը, այնտեղ անկախ մասնագետները խոսում են իրենց վարկածների մասին, եւ եթե անկեղծ խոսենք, խառնաշփոթ է, նույնիսկ մասնագետների մոտ խառնաշփոթ է ստեղծում երբեմն, թե որ փաստն է որպես այդպեսին փաստ, թե որն է, ասենք, ռոպագանդա, հա։ Հիմա հաշվի առնելով առաջին հանրապետության սկիզբն ու վաղճանը, ինքը իմ խորին համոզմամբ պետք է որ դառնար մեզ համար սեղանի գիրք, այն իմաստով որ դասագիրք, ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել։ Ինչու մենք այդ ճանապարհով չենք գնում։ Գուցե առանցքային պատճառը այն է, որ առաջին հանրապետության պատմությունը դուք էլ շեշտեցիք, տարբեր փուլերով է ուսումնասիրվել։ Այսինքն առաջին ուսումնասիրողներն այնպես է ստացվել, որ եղել են այդ հանրապետության գործիչները։ Սիմոն Վրացյանին ամենահայտնի, որ 1919 թվականի առանձին մի հոդվածաշարով հանդես եկավ նախորդ մեկ տարվա իրադարձությունների վերաբերյալ զանգթերթում, եւ հաջորդը արդեն հավանաբար ու ամենամեծ ծավալուն շարադրանք ստեղծողը Աստվածատուր Խաչատրյանն էր, պրոֆեսոր, որ գրեց անկախացման գործընթացի մասին։ Այդ գիրքը անտիպ տպվեց միայն 2009 թվականին։ Մյուսը Ադոներ կամ Հովանես Տեր-Մարտիրոսյանն էր, որ Երևանի Հայոց ազգային խորհրդի անդամ էր, ինքը 1920 թվականի ապրիլին ավարտեց իր գիրքը, որ կոչվում էր Հայության երկունքը, ստվարածավալ, որ հետո հրատարակեցինք մենք 2009-ին, եւ հաջորդը, որ էլի ժամանակակիցներից մեկը գրեց Միքայել Թումանյանը կամ Թումանովը, որ եղել էր Հայաստանի հյուպատոսը Թբիլիսիում, արդեն 20-ականների սկզբին շարադրեց։ Իմ ասած այս 3 գրքերը ձեր նշած այդպես կոնյունկտուրայից դուրս են գտնվում, որովհետև հենց այդ ժամանակ են ստեղծվել։
Այլ հարց է, որ այդ ժամանակ չեն հրատարակվել, ավելի ուշ շրջանում, երրորդ հանրապետության շրջանում միայն սրանք հրատարակվեցին։ 1920 թվականի վերջին եւ 21-ի սկզբին, երբ որ կործանվեց Հայաստանի Հանրապետությունը, արտասահմանում հայտնված դաշնակցական գործիչները սկսեցին հուշեր եւ տեքստեր շարադրել։ Եվ դրան զուգահեռ խորհրդային Հայաստանում եւս շարադրում էին։ Այսինքն եւ երկուսի նպատակն էլ կարելի ասել տարաբևեռ էր։ Եթե դաշնակցականները խնդիր ունեին ամեն կերպ բարձրացնեն առաջամտյան շրջանը, բոլշևիկներն էլ միայն բացասական էին գրում։ Այդ բացասական երբեմն հասնում էր ծայրահեղության։ Եվ դրա որպես օրինակ ես բերեմ ֆիլմը մեզ օրինակ լավ։ Զանգեզուր ֆիլմը կլինի մեր գործընկեր պատմաբաններից մեկի գրած գրքի վերնագիրը, որ ասենք կոչվում էր Դաշնակցական դրախտավայր բառը ճակերտների մեջ կամ Սովի եւ մահվան աշխարհ։ Սա հետագայում ակադեմիկոս դարձած գիտնականի խորհրդային Հայաստանում ակադեմիկոս դարձած գրքի վերնագիրն է, նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը։ Ինքը այլ վերնագիր դներ ակադեմիկոս չէր դառնա։ Չգիտեմ, գուցե կդառնար նաև, որտեվ դա իր հիմնական թեմատիկան չի դարձել հետագայում, դա էլ լրիվ ուրիշ խնդիր է, բայց այսինքն այս տարբեր կարծիքները նպաստեցին եւ նաև հակամարտությունը, որ ավելի շատ ստեղծվեն նաև քարոզչական թեզեր։ Եվ դա է պատճառը, որ նույն Ալեքսանդր Խատիսյանի օրինակը, որ ես հաճախ եմ բերում, շատ ուսուցանող է։ Խատիսյանը պահում էր եւ օրագրություն իր մոտ, եւ յուրաքանչյուր բանակցությունից հետո 1-2 օրվա տևողությամբ ինքը շարադրում էր, թե ինչ է բանակցել։ Հետո այդ օրագրությունը իր մոտ մի օրինակ ինքը պահեց, այլ օրինակներ արխիվում մնացին եւ 2009-ին հրատարակվել են նաեւ։ Եվ ինչպես հայտնի է 1924-ից սկսեց գրել իր հուշերը, որ 1930-ին աթոյնքում տպվեց Հայաստանի Հանրապետության ծագումն եւ զարգացումը։ Եվ նույն փաստերի դեպքում, երբ որ մենք համեմատում ենք իր գրած օրագրությունը եւ իր հուշագրությունը, մենք տեսնում ենք, որ տարաբևեռ մեկնաբանություններ են այստեղ։ Այսինքն հուշագրություն գրելուց ինքը հաշվի առել, որ սա նաեւ քարոզչական մասնիկ պիտի ունենա իր մեջ։ Եվ այսպես գրեթե ամբողջ 60-70 տարի եւ եզակի բացառություններից մեկն էր, որ 1960-ականներին հանգուցյալ Ռիչարդ Հովանիսյանը, որ ինքը փորձեց գիտականորեն ուսումնասիրել այդ շրջանի պատմությունը։ Եվ հետագայում նման, այսպես ասենք, փորձեր եղան արդեն Հայաստանի անկախ հանրապետության շրջանում։ Բայց այդ փորձերը այդպես մեծ մասամբ 90-ականներին սկսվեցին մեծ ոգևորության պայմաններում, նաև երբեմն ավելի այսպես պաթոսով, հա։ Եվ նաև շատ խնդիրներ էլ գուցե նաև դրանից են գալիս։ Բայց վերջին տասնամյակներում ստեղծվում են նաև աշխատանքներ, հրատարակվում են նախկինում չտպագրված գործեր, փաստաթղթեր, ուղղակի գուցե այդ հանրային հետաքրքրությունը, որ կար 90-2000-ականների սկզբին այդ շրջանի պատմության նկատմամբ, այսօր որոշակիորեն պակասել է։ Դա է գուցե պատճառը, որ լայն հանրությունը սրա մասին շատ քիչ է տեղեկացված։ Բայց նման աշխատանքներ նաև այդպես հրատարակվում են։ Նաև այսօր ուղղակի գուցե կարիք կա համընդհանրական մի աշխատանք պատրաստելու, չգիտեմ, օրինակ ես կարծում նույնիսկ հանրագիտարան պատրաստելու Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ, որ յուրաքանչյուր գործիչ ըստ իր արժանվույն իր տեղը կգտնի այդ հանրագիտարանում, իրադարձություններ, փաստեր, երևույթներ, եւ նաեւ դասագիրք կարող է հանդիսանալ, պայմանական դասագիրք, չգիտեմ, քաղաքագիտությամբ, միջազգային հարաբերություններով հետաքրքրվող մեր ուսանողների, նաեւ գործընկերների, նաեւ հետաքրքրասեր անձանց համար։ Այսինքն նման աշխատանքով իրականում իհարկե մենք պատմաբաններ զգացում ենք գուցե նաև որոշակիորեն թերասել նման մի հանրագիտարան ստեղծելու, իսկ փաստեր, այսպես ասենք, առանձին ժողովածուներ, գրքեր կլինի կառավարության, պարլամենտի, նիստերի արձանագրություններ, օրենքներ եւ այլն, ամենայն մանրամասնությունները դրանք կան հրապարակի վրա։ Ուղղակի դրանք այդ ամբողջը մի աշխատանքի մեջ համախմբելու կարիք կա։ Առաջին հանրապետությունը ստեղծվեց։ Դա արդեն իրողություն էր։ Այնտեղ հիմնական դերակատարը կարելի ասել Արամ Մանուկյանն էր։ Հիմնական դերակատարներից մեկը լավ։ Այո։ Որը դժբախտաբար հայի բախտն էր, հա։ 19 թվականին մահացավ։ Կարճիկյանը սպանվեց եւ մնաց Քաջազնուրին, չէ՞։ Եթե չեմ սխալվում։ Այսինքն 3 հիմնական դերակատարներից 2-ը գնացին,
Մնաց մեկը, որը միայնակ չէր կարող այդ բացը լրացնել, այն երկուսի թողած բացը չէր կարող լրացնել։ Արդյոք դա դարձավ այն պատճառներից մեկը, որ հանրապետությունը չկարողացավ գոյատևել երկար ժամանակ։ Այն, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 1918 թվականի մայիսյան հաղթանակների գործում անուրանալի ավանդ ունի Արամ Մանուկյանը, դա միանշանակ է։ Եվ ոչ պատահականորեն, երբ որ ստեղծվում էր Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունը, նրան վստահվեց ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վարչապետը Հովհաննես Քաջազնինն էր, եւ այսօրվա ընկալմամբ, երբ որ լսում են ներքին գործերի նախարարություն, մոտավորապես սովորական միջին վիճակագրական քաղաքացին կարող է պատկերացնել, որ այսօրվա նախարարության լիազորություններ են։ Իրականում դա այդպես չէր։ Դիկտատորի լիազորություններ։ Դիկտատորի եւ չափազանց սուպեր նախարարություններ, որ պատկերացնենք, ես սիրում եմ այդ օրինակը բերել, որ այն ժամանակ Արամի ղեկավարած ներքին գործերի նախարարության մեջ մտնում են ժամանակակից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տարածքային կառավարման, քաղաքաշինության ԿԳՄՍ-ով չէին սահմանափակվում։ ԿԳՄՍ-ների, այդպես ասենք, լիազորություններ, առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ այլն, այս բոլոր նախարարությունների գործառույթները կենտրոնացված էր այս անձի ձեռքում։ Այսինքն Քաջազնունին Արամ Մանուկյանի մոտ վարչապետ էր։ Չէ, մի քիչ այլ էր հանգամանքը։ Երբ որ առաջամության առաջին կառավարության մեջ 3 հոգի առանցքային դերակատարություն ունեին։ Դա Հովհաննես Քաջազնն էր, որ վարչապետ էր, եւ իրեն հարգում էին բոլորը, եւ տարիքի բերումով, եւ պահվածքի, եւ ընդհանրապես պատկերացումների։ Այսինքն ինքը հարգանքի էր արժանում ոչ միայն հայ գործիչների, դաշնակցականների, նաև ընդդիմադիր գործիչների, հայ ժողովրդական կուսակցության, սոցիալիստ հեղափոխականների, սոցիալ-դեմոկրատների կողմից, նաև հարևան ժողովուրդների ներկայացուցիչների կողմից էր հարգանքի արժանում։ Սա կարևոր հանգամ։ Եվ երրորդ գործիչը ֆինանսների նախարար դարձած Խաչատուր Կարճիկյանն էր, որ ավելի, այսպես ասենք, դաշնակցություն կուսակցության թևն էր ներկայացում եւ մեծ հեղինակություն էր վայելում այդ շրջանում։ Հաշվի առնելով, որ դաշնակցության հիմնադիր Ռոստոմը Ստեփան Զորյան այդ ժամանակ դե ողջ էր, բայց գտնվում էր Բաքվում, այնուհետև հետագայում Թիֆլիս անցավ, որտեղ մահացավ էլի 1919-ի սկզբին։ Այլ հայտնի դաշնակցականներ այդպես, որ կային նաեւ։ Խաչատուր Կարճիկյանը կարողանում էր բոլորին, այսպես ասենք, կողքի բերել եւ ոչ պատակորեն Անդրկովկասյան սեյվում դաշնակցական ֆրակցիայի ինքը ղեկավարն էր, այսինքն դա առանցքային պաշտոն էր։ Եվ այս 3 անձիկ մեծ դերակատարություն ունեցան առաջամության ստեղծման, կառավարման մարմինների ձևավորման եւ նաեւ պետության առաջին քայլերը իրականացնելու գործում։ Եվ ինչպես հայտնի է, տարեվերջին Կարճիկյանը սպանվեց, այնուհետև Արամը հիվանդացավ եւ արդեն հաջորդ տարեսկզբին մահացավ եւ այլն, դրանից հետո մենք տեսնում ենք լուրջ ճգնաժամ է սկսվում կառավարությունում եւ այդ ճգնաժամը փաստացի լրացրեց Ալեքսանդր Խատիսյանը, որը ճուներ այն գուցե հմայքը նաեւ հարգանքը եւ այլն, որ ուներ Քաջազնունին, բայց ուներ մի առանձնահատուկ հատկություն, ինք ուներ վարչական աշխատանքի չափազանց մեծ փորձառություն, ամենափորձառու հայ գործիչներ այդ շրջանում, որտեղ եղել էր Թիֆլիսի քաղաքագլուխ, այնուհետև Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ եւ մեծ փորձ էր, տարիներով մեծ փորձ էր կուտակի, ինչպես մարդկանց հետ շփվելու, հատկապես նախկին ռուսական միջավայրում, այնպես էլ բանակցությունների վարելու եւ ոչ պատականորեն գրեթե բոլոր մեծ բանակցություններին ինքն է մասնակցել այդ շրջանում, նաև հայ-թուրքական բոլոր բանակցություններին։ Այսինքն սրանք էլ են կարևոր հանգամանքներ։ Եվ ինչ վերաբերում թե Արամի մահը ինչպես ազդեց, իհարկե չափազանց մեծ ազդեցություն ունեցավ առաջամության վարչական համակարգի, մարմինների, պետական կառուցվածքի ստեղծման գործունեության վրա։ Բայց դժվար է հետահայաց նայել, թե ինչ կլիներ։ Գուցե լրիվ այլ կերպ, ինչպես դուք եք ակնարկում, դասավորվեր առաջամության կյանքը, բայց հաշվի առնելով հետագա գործընթացների, այսպես ասենք, պայմանական տրամաբանությունը, մենք տեսնում ենք, որ 1920 թվականի գարնանը, երբ որ Հյուսիսային Կովկասում ավարտվեց քաղաքացիական կռիվները,
եւ խորհրդային իշխանությունը հաղթանակ տարավ, գրեթե բոլորի համար պարզ էր, որ նախկին ցարական, այսպես ասենք, ծայրագավառները կամ ծայրամասեր, այդ թվում Անդրկովկասը ուշ թե շուտ խորհրդայնանալու է, այսինքն խորհրդային իշխանությունը, ռուսական կարմիր բանակը մտնելու այս տարածքներ։ Եվ այսինքն մենք կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանի առաջինությունը, չգիտեմ, 1920-ին չխորհրդայնանար, կարող է դա լիներ 21-ին կամ 22-ին, եւ այս դեպքում գուցե այլ կարող էր լինել նաև եւ տարածքը եւ սահմանները եւ այլն կամ ուշ կամ շուտ լինելու։ Այսինքն այս առումով Արամը նաև ոչ միայն ուղղակի ռազմական գործիչ էր, որտեղ մենք իրեն մեծ մասամբ այդպես ենք ընկալում, նաև ինքը ուներ դիվանագիտական հատկություններ, չգիտեմ, թուրքերի հետ, ռուսների հետ լեզու գտնելու, այսպես հակումներ ուներ եւ նաև տրամադրվածություն։ Գուցե լրիվ այլ կերպ կարող էր դասավորվել հա տարածաշրջանի պատկերը։ Եվս 3 առանցքային գործիչ կային առաջին հանրապետության շրջանում, որոնց երբեմն հակադրում են միմյանց։ Դա Գարեգին Նժդեհներ, դա Դրաստամատ Կանայաններ դրոն եւ Անջանիկ Օզանյանը։ Երբեմն այդ հակադրություն պնդումներ կան, որ Անջանիկի ու Նժդեհի հարաբերությունները այնքան էլ հարթ չեն եղել, հետո Անջանիկի հետ ժամանակին ասում են նեղացած գեներալ, հա, այդ Ծիծեռնակաբերդից կառավարության վրա թնդանոթներ կապելու պատմություններ այսպես առասպելների շարքին դասվել։ Հիմա այդ 3-ը ինչ նշանակություն ունեցան առաջին հանրապետության կայացման գործում։ Ձեր նշած 3 գործիչներն էլ Անդրանիկն էլ Նժդեհն էլ դրոն իրենք չափազանց մեծ անհատականություններ էին եւ իբրև զինվորական եւ իբրև զուտ ուղակի մարդ։ Եվ դրա համար գուցե այս մարդիկ հնարավոր չէր իրենց մեկ, այսպես ասենք, պարկում տեղավորելու։ Եվ դա էր պատճառը, որ իրենք ամեն մեկը տարբեր կերպ էին ընկալում, ընդհանրապես իրավիճակը, երևույթները, բայց եթե մենք 107-110 տարվա հեռավորությունից նայենք, կարող ենք արձանագրել, որ իրենց գործունեությունը երեքի էլ նպաստեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման եւ կայացմանը։ Ամենաշատ քննադատված հանգամանքը նույն Անդրանիկի դեպքում, հա, մեկ Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելն էր այդ շրջանում, չնայած արդարության համար պիտի շեշտենք, որ ինքը նման իրավասություն չուներ, որտեղ իրեն հանձնարարել էր գեներալ Նազարբեկյանը պահել երկաթգիծը, որովհետև այդ շրջանում, քանի որ կոմունիկացիան շատ վատ էր, չէին կարող ենթադրել, որ թուրքերը որ մասերից ավելի շատ հարձակում կգործեն։ Եվ մյուս խնդիրը փորձում են, չմոռանանք այդ ժամանակ խոսում ենք Անդրկովկասյան Միացյալ Հանրապետության շրջանի մասին, փորձում են ամեն գնով պահել, որպեսզի թուրքերը դեպի Թբիլիսի չներխուժեն, որը Անդրկովկասի կենտրոնն էր։ Այսինքն այս երկաթուղին պահելը Անդրանիկի պարտավորությունն էր, եւ ինքը դա կատարեց։ Այլ հարց, որ ինքը կարող էր սեփական նախաձեռնությամբ Ղարաքիլիսայում կռվողներին օգնության գնալ, ինքը ինչը չարեց։ Մյուս հանգամանքը, որ Անդրանիկը գործունեությունը մենք կարող ենք գնահատել այդ շրջանում նաև հատկապես չափազանց դրական լույսի ներքո, դա այն էր, որ Նախիջևանում հաջողություն չունենալուց հետո 1918 թվականի ամռանը հաստատվեց Սյունիքում, այսինքն Սիսիանում, Գորիսում եւ կարողացավ կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։ Այլ հարց է, որ հետո առաջամցյան իշխանությունները փորձեցին ամեն գնով Անդրանիկից ազատվել, հա, երբ որ ավարտվել էր պատերազմը եւ տարածաշրջան էին ժամանել նաեւ բրիտանացիները, նրանց էլ էր պետք Անդրանիկից ազատվելը, պայմանական ազատվելը, որովհետեւ ինքը որևէ մեկի հեղինակությունը չճանաչող գործիչ էր։ Կոնյունկտուրային չէր, հիմա այդպես են ասում։ Այո, չափազանց, այսպես ասենք, ինքնուրույն անձ էր։ Եվ դա էր պատճառը, եւ առաջամցյան ղեկավարները եւ Անդրկովկասում գտնվող բրիտանական հրամանատարությունը նպաստեցին, որ Անդրանիկը զենքերը հանձնի եւ հեռանա Հայաստանից։ Չնայած դրան նաեւ մեկ այլ նպաստող հանգամանք էլ կար, դա Պողոս Նուբար Փաշան էր, որ Փարիզից Անդրանիկին հեռագիր նամակներ էր ուղարկում, ասում էր, որ քո ներկայությունն այստեղ շատ անհրաժեշտ է արևմտահայության հարցը բարձրացնելու տեսակետից։ Իսկ Անդրանիկը իր ընկալումներով ամբողջությամբ արևմտահայ էր։
Հա եւ դրա համար ինքը նաեւ այս 3 գործոնները նպաստեցին, որ Անդրանիկը լքի Հայաստան տարածք։ Ինչ վերաբերում է դրոյին, դրոն աչքի ընկավ առաջամցյան շրջանում տեղ ունեցած բազմաթիվ ռազմական գործողությունների ժամանակ։ Եվ իր եւ Նժդեհի հակասությունը առավելապես պայմանավորված են այն հանգամանքով, որ 1920 թվականի ամռանը օգոստոսի 10-ին, երբ որ ստորագրվեց Թիֆլիսում հայ-ռուսական համաձայնագիրը, որով հետազոտողներ նաև ժամանակակիցներ դա երբեմն նաև զինադադար են անվանում, որով նշվում էր, որ ռուսական խորհրդային զորքերը ժամանակապես պիտի ռազմակալեն Նախիջևանը, Ղարաբաղը եւ Զանգեզուրը, բայց այդ ռազմակալումը չպիտի նշանակեր որևէ կողմի համար, այսպես ասենք, առավելություն, հայկական կամ ադրբեջանական, եւ դրանից հետո առաջամցյան կառավարությունը Ռուբեն Տերմինասյանը ռազմական նախարարներ զինված ուժերը հետ կանչեց Սյունիքից։ Դրոն ենթարկվեց եւ եկավ, Նժդեհը հրաժարվեց։ Եվ մեր բախտը բերեց այդտեղ, որ Նժդեհը կոնյունկտուրային չէր նույնպես։ Այո, եւ Նժդեհի շնորհիվ էր, որ հետագայում մինչեւ 1921 թվականի հուլիսը Զանգեզուրում պահպանվեց հայկական իշխանություն։ Անverջ կարելի է խոսել այս թեմաներով, հատկապես որ իրոք գիտելիքի բաց կա հասարակության շրջանում, ես հուսամ առաջիկայում եւս մեկ առիթ կստեղծվի, մենք ելի կհանդիպենք, ելի կքննարկենք այն ամեն ինչ չհասցրեցինք այսօր անել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր պատմական գիտությունների թեկնածու, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ավագիտ աշխատող Համոս Սուքիասյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։